հրավիրել Երևանի Ավականու Հանրապետության խմբակցության ղեկավար Տիկին Անի Խաչատրյանին, ներկայացնեմ, որ Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն և քննարկելու ենք Երևան քաղաքում Քրկ Քրքորյանի անվամբ փողոց անվանափոխելու մասին։ Տիկին Խաչատրյան, խնդրեմ։ Շնորհակալություն, ղեկավարվելով Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մարմնի օրենքի 12-րդ հոդվածի առաջին մասի 23-րդ դրույթներով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի համար 2387N որոշման հավելվածի սահմանված կարգի 4-րդ կետով ձեզ է ներկայացվում Երևան քաղաքի Աջափնյակ և Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանների Լենինգրադյան փողոցը որը սկսվում է Հրազդանի մեծ կամրջից, հասնում է Սեբաստիա և Հասրատյան փողոցների խաչմերուկ, անվանափոխել բարերար Քրկ Քրքորյանի անվամբ, անվանակոչելով Քրկ Քրքորյանի փողոց։ Որոշումը ընդունվելուց հետո բյուջեում հավելյալ ծախսեր չեն նախատեսվում։ Քրկ Քրքորյանի կենսագրությունը տրված է եղել բոլորին, կարծում եմ մանրամասն այնքան էլ կարդալու կարիք չկա, որովհետև բոլորս գիտենք, թե ով է Քրկ Քրքորյանը, և Լենինգրադյան փողոցի մասին ասեմ մի քանի տող, Լենինգրադյան փողոցի անվանափոխման նախագիծ ներկայացվել է նաև 2017 թվականին ելքխմբակցության կողմից, որտեղ առկա է եղել 10 և ավել հազար ստորագրություն քաղաքացիների, որոնք դիմել էին Լենինգրադյան փողոցը անվանափոխելու Լեոնիդ Ազգալձյանի անունով, բայց քանի որ հանրապետական իշխանությունը այդ օրը ֆոկուս արեց, այսպես ասած, և օրակարգի սկզբում բերեց Ազգալձյանի անունով անվանակոչեց Սարալանջում փոքր մի փողոց, հետևաբար օրակարգի վերջում արդեն դրված Լենինգրադյան փողոցը անվանափոխել Ազգալձյանի անունով էլ չստացվեց ելքխմբակցության նախաձեռնությունը, որը նաև եղել է մեր այդ ժամանակվա նախընտրական ծրագրի կետերից։ Լենինգրադյան փողոցի անվանափոխումը առնվազն 10 տարի արդեն օրակարգում է, երևանցիների նաև օրակարգում է, ոչ միայն մեր, հետևաբար այսօր սա դրված է եղել նաև նշեմ, որ քննարկման հանրային ակտիվ քաղաքացի հարթակում, ասեմ, որ դրված է եղել Լենինգրադյան փողոցի երկու նախագիծ անվանափոխելու քվեարկություն, ակտիվ քաղաքացի հարթակում գրանցված 1000 մի քիչ, մի քանի հարյուր անդամից քվեարկել է 300-ին մոտ մեր նախագծին կողմ և եղել է 8 դեմ, մյուս առաջարկին եղել է, եթե չեմ սխալվում, 8 կողմ և 13 դեմ։ Այս քվեարկությունը 200-ից ավել Լենինգրադյան փողոցի համար երբ դրված էր ակտիվ քաղաքացի հանրային քննարկման, այդ հարթակում առնվազն բացառիկ թվերից մեկն է, ամենաբարձր ցուցանիշներից մեկն է, սա էլ հաշվի առնելով, լսում եմ ձեր հարցերը։ Հարցերի համար հերթագրում։ Պետրոս Արուկյան։ Եթե Քրքորյանը հիմա առողջ լիներ, սաղ լիներ և ձեզ տեսնել ստեղ բեմում և իմանար ձեր կոռուպցիայի թաթախվածությունը այս քաղաքապետարանում, կարծում ես կողմ կելներ այս նախագիծին։
Շնորհակալություն մեր կոռուպցիայի մասին հայտարարություններ անելը, դիմեք իրավապահ համակարգին եւ իրավապահ համակարգը թող բացահայտի կոռուպցիաները։ Քրքրքորյանը, որ ողջ լիներ, դահլիճում առնվազն 2-3 խմբակցություն չեր լինի, որովհետև այդ ում ականջների ետևում երևում են հենց այն մարդու ականջները, ով Քրքրքորյանի ֆինանսավորման լինս հիմնադրամով եկած ֆինանսավորումները հայտնի խոսույթներով չգիտենք ուր գնաց։ Եվ դադարեց Քրքրքորյանը Հայաստանի Հանրապետությանը ֆինանսավորել։ Կոռուպցիան մեր մեջ մի մանեկեք, պտտվեք հետև։ Շնորհակալություն Սեդատեր Մինասյան։ Լրություն։ Դուք ասեցիք, որ թյուրիմացություն կամ սխալատեղի ունեցել եւ Ազգալյանի անունով չի դրվել Լենինգրադյան փողոցը, ինչու չի կարելի սխալը ընդունել եւ առավել եւս ուղղել, հետ բերել եւ դնել Ազգալյանի անունով, իսկ Քրքրքորյանի անունով ես կարծում եմ մենք ունենք ուրիշ փողոցներ, Ամիրյան եւ այլն, որ կարելի է այդ նախագիծը բերել եւ քննարկել։ Ազգալյանի անունով փողոց անվանակոչելուց հետո այլևս առաջարկ չենք ունեցել Ազգալյանի փողոցը հետ բերելու, համենայն դեպս այն ստորագրողների կողմից, որոնք եղել են, այս պահին մենք նպատակահարմար ենք գտել սա, որովհետև Ազգալյանի փողոցը արդեն իսկ գոյություն ունեցող փողոց է, որին այնտեղ ապրող բնակիչները սովորեցին։ Արձագանք ունեք Տիկին Տերմինասյան։ Չէ, ունեմ, հենց նոր դուք ասեցիք, որ թյուրիմացություն է տեղի ունեցել, ինչու չի կարելի դա